Բոլորին ողջունում եմ, շնորհակալություն հրավերի համար, իմ անունը Հրանտ Միքայելյանն է, ես քաղաքագետ եմ ու տնտեսագետ, հիմա ինչ վերաբերվում է տնտեսական խնդիրների և մի փոքր նրանց հնարավոր լուծումների, ինչքան կստացվի խոսալ։ Ես կփորձեմ խոսալ խնդիրների սկզբնաղբյուրների մասին և ինչ խնդիրները դրանք իրենց կողմից ստեղծում են։ Նախ սկսենք շատ արագ, թե ինչպիսի տնտեսական զարգացում ա եղել Հայաստանում 91 թվականից։ Տեղի ա ունեցել հասարակության դեսոլիդարիզացիան, այսինքն քիչ թե շատ միավորված տնտեսապես զգալիորեն, հասարակությունը Միկրոֆոնները դինամիկի մոտիկ են դրած։ Պարոն Միքայելյան, այ բանը խոսափողը աջ կողմ, ձախ կողմ բերեք, որ միկրոֆոններից մի քիչ հեռու։ Եթե չէ, նստում կարող եք նույնիսկ անջատել։ Հա, նույնիսկ կարող եք անջատել։ Լավ, եկեք այդպես։ Հասարակությունը բաժանվել է տարբեր խմբերի և այլևս շատերը այդ միավորումը չեն զգում և արդեն շատ դեպքերում շերտավորումը ստանձնել է այնպիսի բնույթ, որ մարդիկ իրար որպես մի ընդհանրություն կամ մի ազգ շատ դեպքերում չեն ընկալում, ավելի շատ դիտարկում են ով աղքատա, ով հարուստ ա, ով էս կողմից, ով այն կողմից։ Սա շատ լուրջ փոփոխություն է և ստեղծվել են բաժանարար գծեր ներքին և նաև թելադրվել են որոշակի ոչ համապատասխան մոդելներ և արժեքներ Հայաստանին։ Եվ այստեղ կարիք կա մոդելի վերանայման։ Սա իհարկե չի նշանակում, որ պետք է սոցիալիստական մոդելին վերադառնանք, բայց ես կարծում եմ, որ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն անցնելը դա սխալ է։ Եվ առհասարակ մենք պետք է լուրջ քննարկենք տնտեսական մոդելի տեսանկյունից այլ ընտրանքները։ Հասարակության դեսոլիդարիզացիայի արդյունքը հետևյալն է. անհավասարության աճը և հետևաբար նաև աղքատության աճը և հասարակական ընդհանրության բաժանումը և այսպիսով ինչպես է դա տեղի ունեցել։ Բազմաթիվ դրվագներ են եղել, որոնք շատերին հայտնի են, ինչ շարքում նաև հակասոցիալական որոշ օրենքների ընդունումը։ Օրինակ եկամտահարկի վերջի օրինակներից ասեմ, եկամտահարկի համահարտեցում, եկամտահարկի վերադարձի օրենք և շինարարության համար և օրինակ թոշակ կուտակային կենսաթոշակային համակարգը, որը խթանելու է և խթանում է արդեն անհավասարություն շատ զգալի մասով։ Ինչից է դա ծնվում։ Զգալիորեն նրանից, որ մենք չունենք ռազմավարական մշակույթ, չենք կարող, չենք ուզում երկարատև պլանավորում իրականացնել և իսկ ռազմավարական մշակույթ ենթադրում է, որ մենք գծում ենք ծրագրեր, ռազմավարություններ և դրանք իրականացվում են։ Կուսակցությունները օրինակ ներկայացնում են ըստ օրենքի իրենց ծրագրեր ընտրություններից առաջ, բայց շատ հաճախ նույնիսկ իրանք չեն տիրապետում իրանց սեփական ծրագրերին, այսինքն ինչ-որ մեկը գրել է և հետո իրականացնում է նույն ծրագիր, որը 91 թվականից անփոփոխ իրականացվում է։ Եվ սա համարում եմ նորից խնդիր, որպես մի օրինակ բերեմ Հայաստան 2050 այսպես ասած ծրագիր, որը ներկայացվել է 5 տարի առաջ, այդտեղ դրված են բազմաթիվ սխալ և ոչ ադեկվատ աճի պարամետրներ, այդ թվում օրինակ նոր անհայտ տնտեսական ոլորտի առաջացում, որը հիմնական տնտեսական աճ տալու 2035 թվականից սկսած, այսինքն ոլորտը չգիտենք, բայց տնտեսական աճը դա է ապահովելու։ Արդեն հաշվարկած է տոկոսներով սաղ ներկայացված է, բայց ինչ ոլորտ է չգիտենք։ Հիմա այդպիսի հաշվարկներով, այդպիսի ռազմավարական մտածելակերպով մենք որևէ տեղ չենք կարող հասնել։ Իսկ լուրջ քննարկում թե մոդելների, թե ծրագրերի Հայաստանում երբեք չի եղել եւ հիմնական պատճառը եղել է իշխանությունների շատ ագրեսիվ արձագանքը, որ
ասենք եթե որևէ մեկը այլընտրանքային ինչ որ ուղիների հարցը բարձրացնում, ապա ինքը կամ անգրագետ է, կամ թշնամի է, կամ չգիտեմ ինչ։ Եվ այդ իրավիճակը այստեղ մենք տեսնում ենք, որ չի փոխվել։ Մյուս խնդիրը դա այս նորից այս մոդելից է բխում, դա ուրեմն աշխարհագրական ունեցվածքի եւ ռեսուրսների, այսպես ասած, կուտակում, որը տեղի է ունեցել միայն Երևանում։ Այսինքն մարզերի զարգացման շատ լուրջ խնդիր կա, որը ռազմավարական այնքան մեծ բնույթ է կրում, որ շատ դեպքերում չի գնահատվում, բայց մենք տեսնում ենք, որ Երևանի կշիռը Հայաստանի բնակչության մեջ շարունակում է աճել։ Հիմա 37% է գերազանցում, աշխարհում մի քանի երկիր կա ընդամենը այդքան մեծ կշիռով։ Հա, եւ Երևանը, որը կառուցվել է այս չափով, որպես խորհրդային միության խոշոր քաղաքներից մեկը, Հայաստանի չափերին չի համապատասխանում։ Եվ մենք տեսնում ենք զուգահեռ օրինակ Գյումրին, որպես երկրորդ քաղաք դեգրադացվում է։ 89 թվականին նախքան երկրաշարժը, բայց նույնիսկ երկրաշարժից հետո համադրությունը մոտավորապես 5 մեկին է եղել բնակչության, հիմա 10 մեկին է, հա, դա շատ լուրջ փոփոխություն է ու շատ բացասական իհարկե։ Այսինքն զարգացման կենտրոնները չկան, մենակ մի հատն է։ Առաջ նաև Ստեփանակերտ կար, ի շնորհիվ իշխանությունների դա էլ գործեցինք։ Հիմա ինչա Հա, հետո եւս մոդելային խնդիրներից ինչ ենք տեսնում։ Տնտեսության զարգացման խնդիրը գրեթե չի դրվում։ Ավելի շատ այն խնդիրները, որոնք դրվում են, հետևյալն են։ Գնաճի կառավարում կամ ցածր ապահովում, դրամի բարձր փոխարժեքի ապահովում, ֆինանսական կայունություն եւ բյուջետային եկամուտների ապահովում։ Պրոգրեսիվ Այո, եւ սա ինչա ենթադրում իրենից այս ամեն ինչը։ Այն, որ ֆինանսական մտածելակերպը տնտեսական մտածելակերպին միշտ գերազանցել է Հայաստանում, որը իմ կարծիքով սխալ է, որովհետեւ հիմնական ուղղությունները, որոնք պետք են տնտեսական կառավարման համար, հետեւյալն են. պետք է խթանել արտադրական ուժերի աճը երկրում եւ խթանել բարեկեցությունը եւ այդ բարեկեցության adekvat բաշխում եւ այս տնտեսական խնդիրների երկրորդական լինելը ֆինանսական խնդիրների նկատմամբ նաեւ պայմանավորել է որ մենք բարձր գործազրկություն ունենք շատ բարձր գործազրկություն ունենք ավանդորեն այսպես ասած եկել է 91 թվականից սկսած եւ գործազրկության ոնց որ նվազեցման խնդիրը ելի երբեք չի դրվել իսկ գործազրկությունը ինքնին արդեն բերում է բազմաթիվ ժողովրդագրական խնդիրների առաջին հերթին արտագաղթի իսկ երկրորդ հերթին արդեն ծնելիության նվազեցում մի շատ կարճ փաստ մինչեւ առաջ անցնեմ ուրեմն Հայաստանում եթե մենք դիտարկենք ծնելիության գումարային գործակից, խորհրդային ժամանակների նկատմամբ նվազել է մոտավորապես 40%-ով, մեկ կնոջ հաշվով, հա, բայց այսինքն մոտավորապես 2.5-ից նվազել է 1.6-ը դարձել։ Բայց նույն ժամանակ այն կանանց պարագայում, որոնք գոնե մի երեխա ունեցել են, իրանց ունեցած երեխաների քանակը շատ քիչ է նվազել, մոտավորապես 2.6-ից 2.2 է դարձել։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ զգալի մասը երիտասարդների ուղղակի չեն ամուսնանում։ Ինչու չեն ամուսնանում։ Որովհետև ամուսնական շուկայում կան լուրջ դիսբալանսներ, մեկ եւ երկրորդը մարդիկ ուղղակի չեն կարող իրենց թույլ տալ ամուսնանալը։ Եվ այստեղ մենք նորից այս նույն խնդիրը ենք տեսնում, որը գալիս է գործազրկությունից։ Եվ այդ ֆինանսական մտածելակերպի գերիշխումից գալիս է նաև այն, որ իրական հատվածը, հատկապես գյուղատնտեսությունը, ոնց որ ուշադրության կենտրոնից դուրս է եկել։ Գործընկերս Սուրեն Պարսյանը արդեն դրա մասին խոսացել է, թե ինչ լուծումներ են ստեղ պետք, այսինքն ծրագրեր, բայց ամենամեծ խնդիրը այն է, որ վերջին 9 տարի գյուղատնտեսությունը անդադար նվազում է եւ իշխանությունների արտահայտություններից մենք միանշանակ տեսնում ենք, որ դա դրական է որակավորվում, որովհետեւ պետք է զարգանան ուրիշ ոլորտները։ Այսինքն մարդիկ չեն հասկանում, որ պետք է բոլոր ոլորտները զարգանան, այո, թող որոշ ոլորտներ ավելի արագ զարգանան, բայց գյուղատնտեսության
արհեստական նվազեցումը կամ գուցե ոչ արհեստական, այլ ուղղակի նվազեցումը դա լրջագույն խնդիր է։ Այդ թվում նաև պայմանային անվտանգության տեսանկյունից, բայց նաև այն տեսանկյունից, որ գյուղատնտեսությունը ապահովում է բնակչության 1/3-ի եկամուտները։ Իսկ դա լրիվ անտեսվում է։ Մյուս խնդիրը այն է, որ ընդհանրապես կառավարիչները ունեն սպառողի մտածելակերպ, ոչ թե արտադրողի մտածելակերպ, որը իմ կարծիքով շատ սխալ է, այսինքն մարդը, որ սպառողի մտածելակերպով ապրում, չի կարող կառավարել որևէ մեծ կառույց եւ հատկապես երկիր։ Այսինքն ինքը չի մտածում, թե ասենք ինչպես ստեղծել, ինչպես առաջարկել, ինքը մտածում է ինչ կարող է ինքը ստանալ այս իրավիճակից եւ սա եւս պատճառներից մեկն է, ինչու այս իրավիճակում ենք նաև արտահայտություններից մենք դա տեսնում ենք։ Ավելացած արժեքը Հայաստանից դուրս է գալիս եւ մենք տեսնում ենք, որ բարձր ավելացած արժեքով ապրանքները գրեթե բոլորը ներմուծված են, ցածր ավելացած արժեքով ապրանքները հիմնականում տեղական են կամ չինական, հա։ Եվ այսպիսով այստեղ շատ լուրջ խնդիր կա Հայաստանի դիրքավորման համաշխարհային աշխարհամակարգում, այսինքն Հայաստանը պերիֆերիայից մի քիչ պետք է բարձրանա։ Երբ որ Հայաստանը 2003 թվականին WTO-ում միջազգային առևտրական կազմակերպությունում անդամակցել է շատ վատ պայմաններով, որը շատ հարվածել է Հայաստանի արտահանմանը։ ԵԱՏՄ-ում անդամակցությունից հետո ստիպված Հայաստանը բարձրացել է ուրեմն ներմուծման տուրքը եւ դա իր հերթին սկսեց խթանել Հայաստանի արտահանումը եւ տեղական արտադրությունը, բայց ելի իր հերթին, այսինքն այստեղ այն քաղաքականությունը, որը կմշակվեր Հայաստանում, գրեթե չկար։ Այսինքն այստեղ էքսպորտային քաղաքականության մշակման խնդիր կա եւ նաեւ տեղական արտադրության։ Իսկ դրան խանգարում է նաեւ դրամի բարձր փոխարժեքը, օրինակ, բայց ելի բազմաթիվ հանգամանքներ, միայն դա չէ։ Եվ տնտեսական կառավարումը զգալիորեն հիմնված է բազմաթիվ միֆերի վրա, որը մի քանիսը հիմա թվարկեմ։ Եվ այդ միֆերը անդադար ոնց որ շրջանառվել են եւ հիմա շարունակում են շրջանառվել եւ չեն թույլ տալիս adekvat իրավիճակի գնահատում տալ մեր եղած այս տնտեսության մեջ։ Առաջինը, որ հիմնական խնդիրը կոռուպցիան է եւ իր դեմ պետք է պայքարել եւ կոռուպցիայի, այսպես ասած, ընկալումը զգալիորեն գերագնահատվել է դեր 10-20 տարի առաջ ստեղծվել է գերագնահատված պատկեր, պարզ է, որ քաղաքական պատճառներով, բայց դա ազդել է նաև տնտեսական կառավարման վրա։ Եվ այս սխալ ընկալումը կոռուպցիայի նաև սխալ քաղաքականության է բերել։ Նաև այն պատճառով, որ կոռուպցիայի դեմ պայքարը խոսում է միայն նրա մասին, թե ինչպես գումարներ ծախսել։ Իսկ ես նորից եմ ասում, առաջին հերթին մենք պետք է ավելի շատ սովորենք գումար աշխատել։ Հա, քիչ մնաց։ Եվ այսինքն այստեղ նորից սպառողական մտածելակերպ։ Հետո ներդրումային կլիման։ Էլի, այսպես ասած, այդ միֆերից է, որ Հայաստանում ստեղծվել է վատ ներդրումային կլիման, ուրեմն կամ քաղաքական փոփոխություն պետք է լինի, կամ ինչ որ, չգիտեմ, սահման բացվի կամ ինչ որ բան, եւ կլինի հետո լավ ներդրումային կլիման, Հայաստան կգան ներդրումներ։ Ես կարող եմ բոլորին հանգստացնել, Հայաստան օտարերկրյա ներդրումները չեն գա, նենց որ պետք է մտածենք սեփական ռեսուրսներով ինչ ներդրումներ անենք եւ եկել եմ ասել, որ մերը հույս չդե։ Այո։ Ուրեմն, այսինքն ինչպես ապահովել ներդրումային կլիման առաջին հերթին տեղական ներդրողների համար եւ տեղական բիզնեսի համար, որը հիմնական, եթե մենք դիտարկենք ուրեմն հնեայի ծախսերի գծով մենք կտեսնենք, որ ներդրումների 90%-ը կատարվում է տեղական ռեսուրսներով, բայց դրա մասին գրեթե չի խոսում։ Եվ երրորդ խոշոր միֆը այն է, որ պետք է IT-ն զարգացնել բոլոր մյուս ոլորտների հաշվին։ Եվ դա եւս սխալ է, իհարկե IT-ն զարգացնելը լավ բան է, բայց ոչ ուրիշ ոլորտների հաշվին, մանավանդ հաշվի առնելով, որ IT-ն այսօրվա դրությամբ բարձր ավելացած արժեք ունի ու ինքը սեփական զգալի կարողություններ ունի զարգանալու, իսկ օրինակ գյուղատնտեսությանը հատուկ ուշադրություն է պետք է։ Մենք տեսնում ենք, որ նույն Եվրամիությունը, որտեղ ձգտում ենք ոնց որ մտնել, այդ քաղաքականությունը իրականում իրականացնում է եւ իդեպ
այն ինչ ես ասում եմ, այդտեղ լրիվ գրեթե հակառակ պատկերն է, այսինքն շատ ավելի ճիշտ։ Եվ վերջինը, մենք վերջերս կորցրեցինք հսկայական տնտեսական պոտենցիալ Արցախում եւ լրացուցիչ, ասենք, նաեւ սահմանային վեճերում, օրինակ սոտքի հանքը եւ բազմաթիվ այլ։ Իհարկե հիմա դա շատ չի զգացում, որովհետեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին Հայաստանը մի քիչ լավ գումար է աշխատել, տենց պատահական լինում է, որ նաեւ մեզ ոնց որ հաջողում են պատահականորեն, բայց դա երկարատև հաշվարկի արանքում չի կարող լինել եւ հիմա նաեւ մենք կորցնում ենք արցախցիների տնտեսական պոտենցիալը, որովհետեւ եթե չի խթանվում նրանց արտագաղթը, ապա չի խթանվում նաեւ նրանց Հայաստանում մնալը։ Եվ այսպիսով նաեւ էլի սերմանվում է մտածելակերպը, որ Հայաստանը պետք է մտածի ոչ թե տարածքների մասին, ոչ թե ռեսուրսների մասին, այլ ինչ-որ երևակայական երևույթների մասին եւ ապագա ոլորտների մասին, որոնք դեռ գոյություն չունեն։ Այսպիսով իմ առաջարկը ստեղ, որ Հայաստանը պետք է տեր կանգնի իր ռեսուրսներին եւ պետք է իր անվտանգությունը նաեւ սկսի ապահովել։ Մի խոսքով պետք է այս տնտեսական իրավիճակին նայենք իհարկե, ինչպես գործընկերս ասեց, քաղաքականության հետ միասին, պետք է ոչ թե խոսենք ուրիշների թելադրած մոդելներից, այլ մեր սեփական կարիքներից, եւ էլի մի հատ լավ արտահայտություն կա եւ դրանով ավարտեմ, անգլերեն հնչում do not what Americans say but what Americans do, նաեւ ստեղ ասեմ եվրոպացիների մասով, այսինքն արա ոչ թե այն ինչ ամերիկացիները ասում են, այլ այն ինչ իրանք անում են, դե նույնն էլ վերաբերում է եվրոպացիներին, այսինքն պետք չի նայել իրանք ինչ են ասում, պետք է նայել թե իրանք ինչ են անում։ Ու շատ դեպքերում այստեղ մենք ավելի ճիշտ կվարվենք։ Շնորհակալություն։